Լուսարոտին շարունակվում է ու մեր տաղավարում ավելացավ եւս մի էներգիա, եւս մի լուսավոր կետ, եւս մի դերական մարդ։ Մարդով առաջին անգամ չի մեր տաղավարում, մարդում հետ առաջին անգամ չենք շփվելու, բայց նրա հետ ամեն անգամ հանդիպելուց հետո, այո, ամեն անգամ հանդիպելուց հետո դու հասկանում ես, թե որքան է նա արագ, դու ավելի շատ կհասկանաս, որովհետեւ երբ դու ես երգչուհի, դու ես բեմի մարդ, նա շատ կարճ ժամանակում ինքն իրեն կերտում, ավելի ամրացնում, ավելի հզոր դեմք է դարձնում ու ես վստահ եմ, որ այս անուն ազգանունը մենք շատ ենք լսելու եւ այսօր ունենք նորություն։ Տեսալվակի պրեմիերա։ Այո, հունիսի 1-յան մանկության ավարտի երջանկության թեմայով մեր հյուրն է հեղինակավոր միջազգային մրցույթների հաղթող երգիչ, հաղորդավար Տիգրան Հունանյան։ Տիգրան, բարելույս։ Ողջույն։ Բարելույս։ Հիանալի դուք։ Շատ լավ։ Ես ամեն անգամ Տիգրանի այս վարակվում եմ դրական լավ առումով, իհարկե ֆանտաստիկ էներգիա, որը որ շատ-շատերը չունեն։ Այսօր նույնիսկ մեր շրջապատում շատ մեծերը չունեն այն էներգիան, որը որ ունի Տիգրանը։ Տիգ, գիտեմ, որ դու միշտ զբաղված ես, գեր ծանրաբեռնված ես։ Այո։ Ու այսօր հունիսի 1-ը ես վստահ եմ բացի այն, որ քո տոնն է, իմ տոնն է, Անահիտի տոնն է, բայց դու այսօր կհասցնես վայելելու հունիսի 1-ը, քեզ թույլ կտաս մի քիչ ռելաքս լինել։ Խիտ գրաֆիկը եւ ելույթները թույլ կտա։ Ինձ թվում է, այո։ Այսինքն գոնե պաղպաղակ կհասցնես, ինչպես մի քիչ զբոսնես Երևանում, շատ լավ։ Եվ գանք ամենասկզբից, ինչպես ծնվեց երգի գաղափարը եւ ինչպեսի պատմություն է այն փոխանցում։ Իրականում այս երգը ես նվեր եմ ստացել իմ ծննդյան օրվա առթիվ։ Շատ տաղանդավոր երգչուհի, երգահան եւ խոսքերի հեղինակ իմ շատ սիրելի Նոնա Ալեքսանյանից, ում ես անչափ շնորհակալ եմ եւ շատ եմ սիրում։ Շատ լավ։ Կարծում եմ պետք չէ ճակերտները բացել, թե ովքեր են նկարվել տեսահոլովակում, ինչի մասին է, դիտենք երևի, վերադառնանք ու արդեն ավելի մանրամասն քննարկենք։ Ոնց է կոչվում գործը։ Գործը կոչվում է Իմ ընկեր քո անունն է սեր։ Տիգրան Հունանյան, իմ ընկեր քո անունն է սեր տեսահոլովակի պրեմիերա մեր եթերում, շնորհակալ ենք, որ գտար ժամանակ եկար ու վստահեցի նաև այս շատ կարևոր պարտականությունը մեզ։ Տիկ, դու նորից եմ ասում, ես ամեն անգամ Տիգրանի հետ շփվելուց միշտ հիշում եմ, թե որքան փոքրիկ էր նա ու անում էր իր առաջին քայլերը Արսեն Գրիգորյանի վոկալ ստուդիայում, այսօր նա համագործակցում աշխատում է Նիկի հետ, Եգիպյան մեր շատ սիրելի, ու դու շատ արագ տեմպերով Միգուցե վախենալու բառ է, հա, որ ավելի շատ արագ ես հասունանում, շատ ավելի արագ ես պրոֆեսիոնալ դառնում, որովհետև կարծես թե վազում ես, ձգտում ես այդ ավելի հասուն կյանքի։ Չես ուզում մի քիչ ավելի փոքրիկ մնալ, միշտ այդ չարությունները թույլ տալ, որպեսզի Ինձ ամեն մեկն է ուզում, որ միշտ փոքր մնա եւ վայելի այդ մանկությունը, այդ էմոցիաները։ Բայց դու հասցնում ես թե լինել հաղորդավար, երգիչ, դպրոց պետք է գնալ հասցնել։ Անկյաց համատեղում եմ այդ ամենը։ Մենք էլ ենք փորձում, մենք էլ ենք այդ չարությունները անում։ Լավ, ովքեր են նկարվել տեսահոլովակում, բացիր մեզ։ Տեսահոլովակում իրականում նկարանվել են իմ փոքր եւ մեծ եղբայրները, իմ ամենահարազատ մարդիկ, ամենաթանկ մարդիկ։ Ինչի մասին էր այս երգը, ինչ մեսիջ ենք տալիս մեր շատ սիրելի հասարակությանը։ Որ ճիշտն ասեմ, այս երգը ինձ համար շատ բազմիմաստ է եւ քանի որ իմ մեծ եղբայրը Սարգիսը ավարտում էր դպրոցը, ավարտում էր 12-րդ դասարանը, այսպես ոնց որ այսպես վերջին զանգյան մանկության ավարտի այսպես բազմիմաստ երգ է։ Բայց ես վստահ եմ, որ դու Սարգիսի հետ անկախ նրանից թե Սարգիսը արդեն հասուն մեծ երիտասարդ է, դուք հասցնում եք չարաճճի լինել, եղբայրներով մի քիչ մանուկ լինել։ Շատ լավ։ Տիկ, արխիվում ինչ ունենք։ Արխիվում մենք շատ նորություններ ունենք, բայց փակագծերը չբաց են։ Ապրես կգաս այս տաղավարից կբացես փակագծերը։ Անպայման։ Ֆանտաստիկ է։ Դու պարզապես հրաշալի ես Տիգրան, անկեղծ։ Մի հարց, ինչպես ես համատեղում երգը եւ հաղորդավարությունը։ Անկեղծ չգիտեմ, բայց իմ մոտ դա ստացվում է։ Ոնց որ հատուկ ուժ գա ինձ, որ ես այդ ամենը համատեղեմ։ Իսկ կարող ենք Հասկանում ես ինքը պատրաստի արտիստ է։ Ես դա եմ ասում։ Հստակ բոլոր հարցերի պատասխան։ Նաև հասցնում եմ եղբորս հետ մորթել։
Ահա։ Ես էլ շատ սիրում եմ։ Ես էլ սիրում եմ այդ կոմպյուտերային խաղերը ու ցավոք սրտի մենք իրականում չենք ունենում այդ ժամանակը հատկացնելու մեր ընկերների, մեր երեխաների հետ մանուկ լինելու, որովհետև այդ ամեն ինչի կարիքը յուրաքանչյուրս ունենք։ Ատիկ, բայց ինչ ամենաշատը կառանձնացնես, որ օրինակ սիրում ես կոմպյուտերային խաղերը հասկացանք, Սարգսից հետ վստահ եմ, որ ժամանակ ես գտնում խաղում ես։ Էլ ինչն է քեզ գերում գրավում, ես գեր ծանրաբեռնված գրաֆիկի մեջ։ Սարգիսի հետ ընդհանրապես խոսալ օրվա անցած օրվա մասին, այդպես։ Շատ լավ։ Ես մի հարց ունեմ։ Եղբայրները միանշանակ համաձայնեցին տեսահոլովակում նկարահանվել, չկային ինչ-որ դժվարություններ։ Այ կային դժվարություններ, ես ամենամեծ դժվարությունը կնշեմ եւ քանի որ իմ փոքր եւ մեծ եղբայրները Սարգիսն ու Ռոմանը աչլիկ են, իսկ ես ձախլիկ եմ եւ գաղափար չունեմ, թե ոնց գրել աջ ձեռքով։ Այդպես գրեցի ես հազիվ անկեղծ։ Ես էլ ճիշտ է, տեսեմ որ կապող բան կա, այնուամենայնիվ իմ հասկանա, որ ինքս մի զախլիկ աչլիկ եմ, ստիպված պետք է աչով գրեմ։ Ես էլ եմ զախլիկ ու ես էլ չեմ կարող ոչ աչով գրեմ, ոչ էլ։ Ձեր մեջտեղում վերջում կնստենք երազանք կպահես, միանշանակ։ Տիկ արխիվում վերջապես համառը սկսվել է ու անկախ նրանից, որ արձակուրդներ են դպրոցում, բոլորը հանգստանալու են, վայելելու են, դու էլ երևի կփորձես հանգստանալ, վայելել, բայց այս ամառ եւս շատ ծանրաբեռնված աշխատելու ենք, որպեսզի սեպտեմբերին կարծում եմ հոկտեմբերին արդեն ունենանք ինչ-որ մեծ արդյունքներ, մեծ հաջողություններ, որոնց շակերտները երևի էլի չենք բացելու։ Դեռ չենք բացելու։ Շատ ես արդյոք դու նաև հասցնում ես համացանցում ակտիվ լինել, որովհետև համացանց այսօր շատ կարևոր մեծ դեր ունի նամանավանդ արտիստների դեպքում։ Այո, ես իրականում շատ ակտիվ եմ համացանցում։ Այդպես շատ սթորիներ, ռիլեր, այդպես Նա պատրաստ է արտիստը, կան մոնիտորինգ։ ոնց է ստացվում, ոնց է լինում։ Այսպես, հարց նրանից եւ նա կասի։ Ես մեկ բան ասեմ եւ քանի որ մենք այսպես մանկության էջերում ենք, ես իմ բոլոր հաղորդումների մեջ այսպես ավանդական հարց ունեմ եւ կուզենամ այդ հարցը ձեզ տամ։ Թույլ կտաք։ Իհարկե, մեծ սիրով։ Այ եթե հնարավորություն ունենայիք վերադառնալ մանկություն, ինչ կվերցնեիք այնտեղից։ Ինչ կվերցնենք այնտեղից։ Գիտես մեր մանկությունը, իմ մանկությունը, չնայած Անահիտներ, մենք ունեցել ենք շատ 90-ականների մի փոքր դժվար բարդ մանկություն ենք ունեցել, որտեղ կարելի ասել բան չի եղել, որպեսզի վերցնեինք։ Լավ հիշողություններ։ Այդպես լավ հիշողություններ, հուշեր։ Չէ, ես ոչ բանակացել պարզապես։ Այո, ես շատ լավ հիշողություններ ունեմ իմ տատիկից, որովհետև իմ տատիկը եղել է եւ իմ մաման, եւ իմ պապան, եւ իմ եղբայրը, եւ իմ հոպար, իմ քեռին, նա եղել է ամեն ինչ իմ համար ու նրա շնորհիվ մենք շատ բան ենք սովորել, շատ բան ենք տեսել։ Ես հիշում եմ այն հեքիաթները, որը նա պատմում էր ու իմ վրա շատ մեծ կարևոր ազդեցություն են ունեցել։ Ես այդ բոլոր հիշողությունները տատիկիս հետ կապված այսպես ինձ հետ տանում եմ, հավատա մինչ օրս այսպես տանում ու երբեմն հիշում եմ։ Նույնիսկ հաղորդման ընթացքում ենք հիշում։ Իսկ դու Բնականաբար ես եւս մեծ հիշողությունների պաշար այսպես կվերցնեի ինձ հետ, բայց որ ամենակարևորն է բակային խաղերին շատ մեծ ուշադրություն կդարձնեի, քանի որ ես եւս փոքր տարիքից լինելով մրցույթների, պրոյեկտների մեջ բակային խաղերը տուժել է, այսինքն եղել է, բայց այդքան շատ չէ, կգնայի հետ մանկություն, ինչքան կարող էի շատ ռեզին կխաղայի, կլաս կխաղայի եւ այդպես շարունակ։ Այդ խաղերը քեզ ծանոթ են տիկ։ Այո։ 7 քար, գործնագործ, շատ բան ենք համ։ Այսօր ցավոք սրտի շատ երեխաներ միմիայն համացանցով են տարված ու այդ բակային խաղերը կարծես թե հանել են կամաց-կամաց։ Ինչ ես կարծում մեր երեխաներին այսօր ավելի շատ ինչն է պակասում։ Խոսքը իհարկե գնում է, չգիտեմ, դպրոցի խաղերի ինչ պակավելացնես։ Ես կուզենամ ասեմ, որ երեխաներին այսպես ասած էրայի պակասում է ընդհանրապես բակային խաղերը։ Ես համաձայն եմ, որ մենք վերադարձնենք այդ բակային խաղերը, այդ էմոցիաները։ Անկեղծ ես այս մրցույթներից, այս իմ գործից, այսպես ասած, չեմ հասցնում բակում խաղալ, բայց շատ լավ ժամանակ եմ անցկացնում եղբորս հետ։
Շատ լավ, շնորհակալ ենք շատ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք մեր հյուրներ Տիգրանը Հունանյան, հեղինակավոր միջազգային մրցույթների հաղթող երկի ճաղորդավար, ու վստահ եմ այս անունը դեռ շատ ենք լսելու ու մեծ բեմերից ենք լսելու ու հպարտությամբ ասելու ենք Տիգրանը Հունանյան մեր ընկերն է, մեր հայրենակիցն է, մեր հայրն է։ Տիգրան, շնորհակալ ենք քեզ լավ հագեցած տպավորիչ օր ենք մաղթում։ Ձեզ շնորհակալություն հյուրընկալելու համար։ Ապրես։ Իսկ մենք անցնենք առաջ, որովհետև այսօր հյուրառատ եթեր է լինելու, շտապենք ընդունել մեր մյուս հյուրերին։ Մնացեք մեզ հետ։